Էլ ինչ ավանդական եւ զատկական սեղան առանց գինու, չամիչով փլավի, ձկան եւ ներկած հավկիթների։ Իսկ թե որ կերակրատեսակ է ինչու պետք է լինի մեր տոնական սեղանին, այս ամենը կմանրամասնի հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Այսօր մենք նաեւ հնարավորություն կունենանք համտեսելու, դիտելու, փորձելու պարոն Մամուլյանի կողմից պատրաստված հետաքրքիր ու համեղ ուտեստներին։ Պարոն Մամուլյան, Քրիստոս Հայրյա Ֆիմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ինչ է խորհրդանշում զատիկի սեղանը եւ որոնք են հիմնական ուտեստները։ Զատիկը դե արդեն պահքից դուրս գալու ժամանակն է։ Տեսեք, կերակրատեսակները այնպեսին են տրված, որ ոնց որ այն թեթևից դեպի ծանրը էլի աստիճանական կերպով անցնի, ձուկ, թրջնամիս, ասենց այդ շատ շեղումներ չլինեն, միանգամից կտրուկ փոփոխություններ չլինի, որովհետև 40 օր կենթանական սննդից հրաժարվելուց հետո շատ հարմար է, որ ամենադյուրամարս կենթանական մթերքներով սկսել, որը ձուկն է իհարկե։ Բրինձը եւ չամիչով փլավը դա ըստ լեգենդի համարվում է բրինձը մարդկությունը, չրերը ընկուզեղենը դրանք տարբեր հավատքի եւ ազգության ներկայացուցիչներն են եւ սա բնորոշում է աշխարհի այդ դրվածքը եւ մենք այդպես զատվում ենք մեր հավատքով, մեր պատկանելությամբ, բայց այս տոնին մատուցում են նաեւ ղափամա, որը էլի համար է բրինձի այդ քանակն է, էլի չրերը, ընկուզեղենը, բայց այստեղ արդեն մի այլ լեգենդ է շրջանառվում, որովհետև տեսեք, բրինձը էլի մարդկությունը, համայն մարդկությունը, չրեղեն, ընկուզեղենը, դրանք տարբեր ազգությունների հավատքի մարդիկ են միավորված մեղրով եւ դդումը խորհրդանշում է երկրագունդը, եւ այնտեղ ըստ լեգենդի այսպես է, այնուամենայնիվ երկրագունդը շատ փոքր է եւ մենք բոլոր ազգերով շատ դրկից ենք եւ այնտեղ պիտի ուղակի տիրի բարի դրացության մթնոլորտը։ Այսինքն էլի այս զատկական կերակուրը ղափաման խորհրդանշում է խաղաղությունը։ Իսկ ինչ եք պատրաստվում մատուցել այսօր, պարոն Մամուլյան, մենք անհամբեր ենք։ Մի հատ քաշովի պիտի պատրաստենք եւ մեկ աղցան։ Քաշովին ես ընտրել եմ ճալեթի քաշովի է կոչվում։ Օգտագործում ենք բրինձ, ձու, մածուն, հոնի ճիր, շագանակ, ընկույզ, հավի միս, համեմունքներ, որից ամենակարևորը այստեղից պիտի գնա։ Ջերմություն, հոգու եւ սեր։ Եվ սեր։ Եվ աղցանը մարալիկ աղցան է կոչվում, սա մենք ենք հորին է, մարալիկ, բազուկ, ելակ, չեչիլ պանիր, հազարաթերթիկ կամ մարոր որ ասում ենք, գանգուր, լոլիկ, ձետ եւ նորից էլի մեր սերը եւ հոգու ջերմությունը, որ միշտ առատորեն խոհարարները նվիրում են բոլոր ճաշակողներին։ Ամենակարևոր բաղադրիչն է, առանց որի կարծես չի ստացվի ոչ մի բան։ Ինձ զարմացրեց ելակի առկայությունը։ Ինձ չզարմացրեց, նույնիսկ դուր եկավ։ Աղցանը պիտի լինի գրավիչ եւ տեսքով։ Եվ համերի, բանով պիտի բերանում առաջացնի համերի խրախճանք, որովհետեւ աղցանից հետո մենք պիտի քաղց զգանք։ Այսինքն տարբեր համեր պիտի լինեն, գրգռենք մեր համահոտային հատկանիշների համար պատասխանատու օրգանները, որպեսզի ախորժաբեր պիտի լինի։ Իսկ մենք սկսում ենք ճաշակել հեռվից տեսողական օրգաններով։ Ճաշակողները, այսինքն գույներ պիտի լինի։ Տեսնենք, պիտի փորձենք։ Այո, մենք մեր ախորժակը արդեն բացվեց։ Այո, գնացինք։ Հիմա մածունը խառնում ենք ձվի դեղնուսի հետ։ Սա ճալեթի քաշովու բաղադրիչներն եմ ես հուշում։ Մենք նախապես խաշել ենք հավի կրծքամիսը։ Նախապես խաշել ենք հավի կրծքամիսը եւ բրինձը։ Այո, օգտագործած մնացածը եւ նաեւ շագանակը։ Շագանակը պիտի կիսենք, 10 րոպե եռացնենք, այնուհետև 10 րոպե ջեռոցում թխենք, բովենք եւ նոր մաքրենք։ Եվ շատ լավ կլինի, եթե կրակից մենք ուրիշի ձեռքերով հանենք շագանակը։ Աշխարհում ընդունված է դա։ Ինչու, բայց դե որ մեր ձեռքերը չվառվի։
հետաքրքիր բացահայտումներ են։ Սեր ու ջերմությունը քեզնից, բայց շագանակը պիտի ջեռոցից հանի ուրիշը։ Ուրիշը, որպեսզի մեր ձեռքերը չվառեն։ Սա ծվի դեղնուսն է։ Այսինքն մեզ պետք է միայն ձվի դեղնուց, Միայն ծվի դեղնուսն է պետք։ Ամբողջ նյութը, որ մենք վերցրել ենք, չկա որ կանաչի հետ արենք, բայց ընդհանուր կանաչիների մեջ գրված է համեմ, միայն բրինձի վրա։ Մենք մի ավելացնենք համայն ինչ որ հավելում տանք, այսինքն մեր կողմից, նաև մածունի մեջ մի քիչ կանաչի ավելացնենք։ Պարոն Մամուլյան, կան ուտեստներ, որոնք որ դուրս են մնացել զատկական սեղանից։ Կարծես վերջերս ավելի համեստ է դարձել։ Կան ուտեստները, որոնք որ նոր են ավելացել այս վերջի Դու ժամանակաշրջանում։ ունեք ցավոտ հարց ես տալիս, որովհետև տեսեք նախ մի բան ասեմ, հետո կշարունակենք, հա։ Մեր տոնածիսական համակարգի կերակրատեսակները դրանք ես համարում եմ մեր խոհանոցի աստվածաշունչը։ Որտեվ դրանք կան կերակուրներ են, որ ամանորից մինչև սփխեջ դրվում է սեղանին։ Դրանք ոչ միայն կերակուրներ են, այլ նաև աղոթքներ են, սպասելիք, արբարձրալը։ Կերակուրի միջոցով, օրինակ ղափաման ասեցինք, որ աշխարհում խաղաղություն տիրի, չէ՞։ Մենք կերակուր ենք պատրաստում, որ աշխարհում խաղաղություն տիրի։ Այս սննդի համակարգը, որը տարբեր տոների համար հենց իրենց ծիսական նշանակություն ունեն, ամբողջությամբ չի պահպանվել ցավոք սրտի, բայց էլի փառք Աստծո, որ մեր տատիկների շնորհիվ որոշ մասը պահպանվել է։ Որոշ ավելացումներ, բայց այնուամենայնիվ այդ նրանց ծիսական նշանակություն հաշվի առնելով ավելացվում է։ Եվ ավելին ասեմ, մենք մեր կազմակերպությունը նախաձեռնել է մի գործընթաց, ըստ որի մենք ուզում ենք այդ համակարգը որպես առարկա ուսուցանվի հանրակրթական դպրոցներում։ Ամբողջ միայն սննդի համակարգը չէ, մեր տոները իրենց նշանակությամբ, իրենց որտեղ խաղերի խումբ կա, գրականության, երաժշտության, պարերի, ծիսական, մի խոսքով դրանք լուրջ պատմական երևույթներ են եւ լավ կլինի, որ մեր երիտասարդությունը ուսուցանի։ Կացայտակը օծում ենք, ասենք ձեթով եւ ինչ ենք անելու։ Այս մածունով բրինձը տակնենք որպես շերտ փռելու հավից միջուկ ենք սարքելու հիմա դուք գիտեք որ նախկինում կերակուր պատրաստելը բավականին հետաքրքիր արարողակարգ էր տատիկները ժամերով նստած մեծ սիրով էին պատրաստում իրենց սիրելիների համար այդ կերակրատեսակները մենք հիմա փորձենք չընթորինակենք չենք կարող տատիկին, բայց նմանեցնել։ Միջուկ ենք պատրաստում, միջուկը պետք է լինի թավի մսից, խաշված արդեն։ Շագանակը մի հատ լավ տապակենք։ Շագանակի օգտագործումը շատ չի, տարածված չի մեր խոհանոցում ցավոք սրտի, կուզենայի, որ շատ լինի, Օգտակարությունը մեծ է, չէ՞, շագանակի։ Այո, շատ օգտակար բաներ ունի։ Այստեղ միսը հիմա շերտ անենք, մի քիչ համեմենք յուրահատուկ համերով։ Եվ դա հենց շերտավորել թողնելու եք, թե ենթակա պատրաստելու ենք, հետո շրջելու ենք։ Այո։ Մեծ սկուտերի մեջ։ Դու ես լարված սպասում այդ իրադարձությանը, որ շրջենք։ Համեմունքները Աշխարհում բոլոր ճաշակի։ ուտելիքներին լարված սպասում են։ Աշխարհի ամենալավ բաներից մեկն է ուտելը, ինչ խոսք։ Ուտելը երջանկացնում է, չէ՞, պարոն Մամուլյան։ Համեղ ուտելը։ Ուտելը կենսաբանական պահանջ լինելուց զատ նաև հաճույք է։ Այո։ Երկրորդ շերտն ենք անում բրնձի, ընդհանրապես մենք շատ լուրջ ուշադրություն պիտի դարձնենք ախորժակ զգացողության, ախորժակ հասկացողությանը։ Որովհետև ախորժակն է հենց մեզ հուշում, թե մենք ինչի կարիք ունենք, մեր օրգանիզմը ինչի կարիք ունի։ Ընկույզը ջարդենք։
Բայց նաև պետք է չմոռանալ նաև առողջ սնվելու մասին, չէ՞, պարոն Մամուլյան։ Այո, առողջ սնունդը ամենակարևոր բանն է, բայց մենք պիտի հասկանանք ինչ ասել է առողջ սնունդ։ Մեր օրգանիզմը համապատասխան պահանջ ունի տարբեր սննդանյութերի, այդ թվում սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, ընդհանուր առմամբ մոտորապես 3000 կիլոկալորիայի 3500 ունի։ Եթե միջին ծանրաբեռնվածություն աշխատանք ունենք, այդքան կարիք ունի օրգանիզմը։ Իսկ կալորիան դա 1 կալորիան դա էներգիայի այն քանակն է, որը ծախսվում է 1 լիտր ջուրը 1 աստիճան տաքացնելու վրա։ 1 գրամ սպիտակուցը մեզ տալիս է 4.1 կալորիա, 1 գրամ ածխաջուրը նույնպես այդքան, 1 գրամ ճարպը 9.3։ Այդ նկատի ունենալով մենք պիտի հավաքենք այդ կալորիայի քանակը, բայց շատ մեծ խնդիր է նաև, թե ամեն մի այդ սննդանյութից քանի տոկոս, այդ 4000 կալորիայի մեջ, 3500 կալորիայի մեջ, ինչ չափաբաժինը պետք է սպիտակուցից ստանանք, որը ճարպից։ Երբ որ ուսումնասիրում ենք ամբողջ հատիկ ցորենից պատրաստված հացի բաղադրությունը, ամբողջահատիկ, երբ որ կեղևրն է, հենց այդպիսի համամասնություն էլ ունի սպիտակուցի, ճարպի եւ ածխաջրի մասով ամբողջահատիկ հացը։ Այսինքն ամբողջահատիկ հացը կարելի ասել ամենաիդեալական բանն է համամասնությամբ։ Սնունդն է մարդու համար նախատեսված։ Կանաչին ինը հատկապես դու հիշի։ Հենց տապակում ենք, չէ՞։ Այս ժամանակ կանաչին գցում ենք ու վերցնում տաք ժամանակ։ Եթե ուզում ենք առավելագույնս պահպանվի բույրը։ Հոնը նույնպես։ Ես կարող եմ ավելացնել կանաչին, բայց պարոն Մամուլյան, դուք նշեցիք, որ ես չպիտի վերցնեմ ջեռոցից կամ տաք տեղից, այնպես որ թող վերցնողը վերցնի։ Միանգամից։ Էս էլ լցրեցինք այստեղ։ Դե այսքան բանից հետո արի ու մի կեր։ Ծածկեցի ամբողջությամբ, որ օդով չլինի չխանգարի մեզ։ Անցանք աղցանին։ Հազարի թերթիկները։ Հազարաթերթիկները, այո, ելակը, մարալիկում աճեցրած անպայման։ Աղցանի անուններ կոչվում մարալիկ։ Այո, Եվ պարտադիր պայման է այնց մարալիկի ելակը։ ելակն էլ է գեղեցիկ։ Կանաչի հետ, չէ՞։ Շատ։ Սա այսպես, երեխա ջան։ Այստեղ մենք ձեթ լցնենք։ Իմիջիալոց ձեթով ջերմային մշակման ենթարկել խորհուրդ չի տրվում, բայց հում օգտագործել խորհուրդ է տրվում, որովհետև ձեթը ունի չհագեցած ճարպատ թուներ, որոնք շատ օգտակար են, հատկապես վատ խոլեստերինի հետ կապված օգնում են։ Այսինքն տապակած ձեթը Տապակած արդեն ոչ։ Նախ տապակելու համար հարմար չի, որովհետև նրա արման ջերմաստիճանը, ծխարցակման ջերմաստիճանը շատ ցածր է, 100-ից 130 աստիճանով սկսում է այրվել եւ ծուխարցակել։ Իսկ կենթանական ճարպը մինչև 230 բարձրանում է եւ որևէ խնդիր չկա։ Չի այրվում դեռ։ Քիչ աղ, որտեղ պանիր ենք անելու։ Բազուկը, որպեսզի չգունավորվենք։ Խոշոր։ Ես շատ եմ սիրում, որ աղցանի մեջ օգտագործող մթերքները որքան հնարավոր է խոշոր լինի։ Ես մեր հասարակությանը խորհուրդ կտամ շատ օգտագործենք բազուկ, ընդհանրապես արմատային բանջարեղեններ, որովհետև շատ ու շատ օգտակար են վերինաշճանի։ կարծես վերջ, հա, մենք մոտենում Այո, պանիրն էլ չեչիլ պանիրը օգտագործում ենք, որ մենք չեչիլ պանիրով աղցան չհորինենք։ Ինչի պիտի չեչիլ պանիր պատրաստեն Շիրակում։ Կամ պիտի պատրաստեն ինչ անեն։ Միայն պանր խաշով
չեն կարող իրացնել։ Վերջ, հիմա մնում է, որ մենք արդեն վերջին ատրիբուտները սոուսի տեսքով, մենք սոուսը ինչ ենք արել, կիտրոն և ձետ, ավելացնենք այս համերի կարևոր բաղադրիչը, 2 գտալով, այստեղ շատ կարևոր է, որ մենք խառնելիս զգանք աղցանը, սիրելով խառնենք, զգանք, որ չճզմենք, այսինքն սիրելով, նուրբ, վստահ եղեք, որ ինքը վերադարձնելու է այդ վերաբերմունքը համի տեսքով։ Գեղեցիկ գույների համադրություն։ Այո։ Հիմա տեղադրենք մատուցման այս մեծ ափսեն։ Անամփեր ենք մենք։ Երաժշտական փորձարկումներ եմ զգում։ Մենք Յուրաքանչյուր կերակուր նաև լսենք երաժշտություն։ երաժշտություն է, այո։ Վերջ։ Վերջ։ Բույրը կա, Իսկ թանձրուկը մենք լցրեցինք։ երաժշտությունը կա, տեսքը կա, այո, թանձրուկը լսրեցինք։ Հավելյալ թանձրունք, եթե մենք թանձրուկ ենք սիրում, էլի մի քիչ կարող ենք այսպես անել, վերջում փայլ տալու համար կարող ենք մի քիչ էլ այսպես փայլեցնել։ Պարոն Մամուլյան, մենք այսպես գնալով դեպի ամփոփուն, դեպի ավարտ, եկեք չմոռանանք, որ զատիկ է այսօր եւ ինչ խորհուրդ կտաք զատկի սեղանի հետ կապված։ Ինչեր պատրաստել, ինչեր ավելացնել, ինչպես տոնել զատիկը։ Յուրաքանչյուր տոն, լինի դա եկեղեցական թե ժողովրդական, խորը իմաստ ունի։ Նախ խորը իմաստ ունի ինքնամաքրման առումով եւ բացառություն չի նաեւ զատկական տոնը։ Կերակուրների մասով կան արդեն ծիսական կերակուրները, նշեցինք չամիչով փլավը, ձուկը, կանաչեղենը, որը առատ ու առատ է մեր բնաշխարհը, վայրի ուտելի բույսերը տարբեր համերի, տարբեր ձվածեղներով, չգիտեմ, սոխառասներով եւ այլ մոտեցումներով։ Ձկից կերակուրներ, լիքը կա։ Իսկ աղցանների մասով ոչ մի անգամ չարգելակեք ձեր մտահորիզոնը։ Ինչ մտներով տանցնում, այ Միկա դու զարմանում ես ասում ես ելակ, կբանդ աղցանի։ Այո, ինչի ոչ։ Որովհետև չենք տեսել, չենք բան։ Բնությունը մեզ տվել է 8000 մթերքի ճանաչելիության հնարավորություն։ Մեր լեզվի վրա կա մոտավորապես 8000 զգայարան։ Եվ մենք 8000 մթերքից կարող ենք տարբեր կոմբինացիաներ անել։ Այո։ Այնպես որ անսահմանափակ կարող ենք համադրել։ Սա մի քիչ պիտի մի քանի րոպե սպասենք, պիտի կեղև ստանա տակի այն ձուն ու մածունը։ Մի քիչ։ Դե այդ ընթացքում մենք կարող ենք փոքրիկ կարճատև դադար ունենալ եւ վերադառնալ ու շարունակել տեսնել ինչ է կատարվում։ Վերադարձանք սիրելի ընկերներ ու հիմա տեսնենք թե որ փուլին ենք հասել։ Պարոն Մամուլյան, Արդեն ավարտական փուլին է, որովհետև ինչպես են ասում, երբ որ հոտը գալիս է, բույրը գալիս է գերակուրի, արդեն պատրաստ է։ Դու ծածկած է, ես չեմ տեսնում, բայց լավ բուրմունք է արդեն ընկել։ բույրը ուղղակի ֆանտաստիկ է։ Այո։ Ստացվեց։ Չգիտեմ։ Այո։ Օ, կոսմետիկ որոշակի միջամտություն եւ ճալեթի քաշովին պատրաստ է։ Որն է առաջին ուտելուին։ չեմ ասի։ Դու
ես Ահա, եւ Վիթեր Ճալեթի Քաչովի եւ Մարալիկ Աղցան։ Շնորհակալ ենք պարոն Մամուլյան։ Ես եմ շնորհակալ։ Բարի ախորժակ։ Չմոռանաք, չհուզվեք։ Շնորհակալ ենք շատ։ Դժվար կլինի իհարկե չհուզվել, որովհետև հոտից արդեն զգացվում է, որ պիտի հուզվենք, բայց այնուամենայնիվ սիրելի հեռուստադիտողներ, սա գուցե դառնա ձեր զատկի սեղանի եւ ոչ միայն անբաժան մասնիկը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեր խորհուրդների եւ պատրաստած այս համեղությունների համար։ Մենք ձեզ միշտ սպասելու ենք այստեղ։ Շնորհակալ եմ, միշտ պատրաստ եմ։ Իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։